Այսօր սիրտս ցավում է։ Տեսնել ես ոչ մի բանի խնդիր չունեմ, բայց տեսնելով իմ աղջի ազգի խեղճությունը, կոտրվածությունը, որ փայլուն ապագա չկա, անհույս գնում եմ մարզերում, գյուղերում նայում եմ խեղճացած պատերի տակ նստած վարկի պարտքի տակ, սիրտս ցավում է։ Այսօր իմաստը եկել եմ գյուղա, գյուղացի եթե գյուղնախարարություն չունի, այս մարդը սարի տակ եկեն նստի, ինչ պետք է անի։ Սեմ չկա, պարարտանոց չկա, վարելիք չկա, ջուր չկա, ինչ, ոչ մի բան չկա։ Այդ մարդը կամ պետք է թողես երկրից հետա, կամ պետք է գնա քաղաք։ Գյուղացին սահմանապահողն է, ժողովրդին կերակրողն է, գյուղացին բերք ու բարիք ստեղծող է։ Գյուղնախարարությունը ոնց կարան փակեն, մի հատ ուզում եմ հասկանալ, ոնց։ Ինչի համար են փակում։ Բա գյուղացով ով է զբաղվելու։ Այդ հողերը ով է զբաղվելու։ Նայելով տատիկի տաղ կյանքը աշխատել է։ Հիմա այսօր եկել է խորը ծերություն, որ բարեկեցի կանցկացնի։ Թոշակը երբ կարա բարձրանա, որ ես ասեմ վաղը 200 լինելու, սուտ է, այսպես բան կյանքում թույլ չեմ տա ասել։ Պետք է լիարժեք տնտեսությունը զարգանա, բյուջեն գումար լինի, որ այդ բյուջեի գումարից էլ ասեն այս թոշակների համար, այս առողջապահության համար, այս ուսման համար, այս երիտասարդ ընտանիքների համար, ցանկացած 1% տնտեսական աճը 25 միլիարդ է։ Հիմա այսօր սաղը վարկի տակ եք, չէ՞։ Չէ, լուրջ, ճիշտ եմ ասում։ Ամեն ընտանիքից 2-3-ը, չէ, մեկն է չէ։ Տնտեսական ճգնաժամ ա եղել։ Համաճարակ, կորոնավիրուս ա եղել։ Մի տարի մարդը չի աշխատել, պարտքի վարկի տակ ա։ Եղել է պատերազմ, էլի մարդիկ ծանր վիճակի մեջ են։ Պետությունը մինչև 3 միլիոն դրամ ներում ա շնորհում։ Իր ժողովրդին, որ 2 միլիոն 450 հազարից միանգամից 2 միլիոն 200,000 մարդ այդ բերից կպրծնի, այդ ցեղից դուրս կգա։ Ոչ թե այսօր անգիր արե չարտար եկել եմ ձեր հետ խոսում եմ, այլ կյանքը տեսել եմ դժվարություններ, նեղություններ, լենություններ, սա գիտեմ, ձեր ցավը տանեմ, պատկերացնում եմ, խնդիրներ լուծում։ Երկու օլիմպիական խաղ սպորտը, գիտեք, 8 տարի մի հատ մեդալ չենք ունեցել։ Այո։ Ես վերցեցի, ասին մի վերցու, այդ ծանրության տակ դպրոցներ եմ կառուցել, սպորտսմեններին թոշակներ եմ նշանակել, տարեկան 200 ավտո նվեր եմ տվել, դրսից եմ հրավիր է բերել, այսօր արդեն ցանկացած մրցման մեդալները, ոսկին, այսինքն դա նշանակում է, որ աննարի ոչինչ չկա։ Ոչ օլիմպիական ձևը պետության կողմից չի ֆինանսավորվում։ Ոչ օլիմպիական ձևը համախմբել ենք, միություն ենք սարքել, որ բոլոր երեխաները սոցիալապես ծանր ապահովված, որ ֆինանսական խնդիր կան տանիքում, որ բոլորը պարապեն։ Անցյալ տարի արդեն 8000 երեխա պարապում է։ Հիմա դա քիչ թիվ է մեր երկրում։ Ասեմ այս տարի որ 20000 լինի։ Կարանք կազմակերպենք։ Մենք միշտ հպարտացել ենք մեր գիտությամբ, ասենք մեր գիտնականներով, արվեստով, այդ մերելը չկա։ Պետք է ֆինանսավորես, գիտությունը զարգանա, տնտեսությունը էժան աշխատուժի վրա չի զարգանա։ Այս մեր ամբողջ տառապանքների մեխը անարդարությունն է։ Բոլոր բնակավարում եւ իրավունքի, եւ օրենքի, եւ սոցիալական, եւ զարգացման, եւ դպրոցական, եւ կրթական, եւ պատմական ամեն ինչի մեջ այդ անարդարությունն է կրծել մեր երկիրը։ Համաձայն եմ, պետք է մարդուն տաս եւ պահանջես։ Հիմնական խնդիրը սա որ անարդարություն կա, ես եմ ասում, պաշտոնի ոչ թե պետք է իմ հետ քայլելա կամ իմ բարեկամն է, այլ պետք է ոլորտի մարդ հետ փորձ ունի, գիտելիք ունի եւ այդ ոլորտում իրեն ճանաչում որ համար առաջին։ Մեզ պետք է լավ մասնագետներ, փորձառու մարդիկ դուսը կլեն, որտեղ կլեն, չուզենա պետք է խնդրելով բերես, որ այսօր քու երկրին ապեն, որ մարդիկ կան միտքը, գաղափարը ներդնեն զարգանալու համար։ Դուք գործի մարդ եք, դուք քամի անող մարդ չեք, խոսքեր շպրտող մարդ չեք, ձեր մի կես խոսք արդեն գործ է, մարդիկ տեսել են սեփական աչքերով, համոզվել են այս տարիների ընթացքում, այնպես որ մենք ձեզ հաջողություն ենք ցանկանում, ապրեք։